Հարգելի հայրենակիցներ, սիրելի կապանցիներ, առաջիկայում մեր երկրում տեղի կունենան ազգային ժողովի ընտրություններ։ Այս ընտրությունները կարևոր են լինելու մեր երկրի ապագայի համար։ Վերջին տարիները մեզ համար եղել են ծանր փորձությունների և ցավալի կորուստների շրջան։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով մենք ունեցանք հազարավոր մարդկային անդառնալի կորուստներ։ 2021-22 թվականների մարտական գործողությունների արդյունքում օկուպացվեցին և շարունակվում են օկուպացված մնալ Հայաստանի սուվերեն տարածքներ։ 2023 թվականին հայաթափվեց պատմական Արցախը։ Այսօր առավել քան մտահոգիչ է Արևմտյան Զանգեզուրի և ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը, որը նոր սպառնալիք է հատկապես մեզ, սյունեցիներիս համար։ Այս իրողությունները կասկածի տակ են դնում իրական խաղաղությունը, անհրաժեշտ են փոփոխություններ։ Իրական խաղաղության հնարավոր է հասնել, եթե կառուցենք պետություն, հիմնված ուժեղ և մարտունակ բանակի, զարգացած ու մրցունակ տնտեսության, հավատքի և ազգային արժեհամակարգի վրա։ Պետություն, որտեղ արդարադատությունը հիմնված է արդարության, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարության վրա։ Հարգելի սյունեցիներ, Սյունիքի շուրջ զարգացող իրադարձությունները մեզ պարտադրում են լինել առավել զգոն, ավելի միասնական ու վճռական։ Այսօր մենք կանգնած ենք կարևոր ընտրության առաջ։ Ժամանակն է գործելու միասնական, հանուն մեր հայրենիքի անվտանգության և մեր երեխաների երաշխավորված ապագայի։ Սիրելի կապանցիներ, Շան դաշինք ազգայնական կուսակցության իմ գործընկերների հետ որոշում եմ կայացրել միանալ Արման Թաթոյանի առաջնորդած Միասնության թևեր կուսակցությանը և առաջադրվել որպես ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։ Իմ առաջադրումը հստակ նպատակ ունի ազգային ժողովում բարձրաձայնել և պաշտպանել մեր հայրենակիցների, սյունեցիների և կապանցիների շահերը, մասնակցել մեր պետության համար կարևոր որոշումների կայացմանը և նպաստել անվտանգ և արդար Հայաստանի կառուցմանը։ Եվ ուրեմն առաջ դեպի արդար Հայաստան։